Գավառի Գանձակ գյուղում հերքում են գյուղատնտեսության նախարարության հրապարակած ցուցանիշները, թե կարտոֆիլի չափից ավելի առատ բերք են ստացել։ Օրեր առաջ նախարարությունը հայտարարել էր, թե գյուղում 1 հեկտարից 60 տոննա կարտոֆիլ են հավաքել։ Գյուղատնտեսության նախարարությունը ճիշտ է ասում, որ հրաշ բերք ունի, բայց ռեալ 60 տոննա, որով մեկ չի ասել ու չի կարող ասել։ Մոտ որպես մասնագետ նայել են բերքին, նայել են դաշտին, նայել են բերքատվությանը մի քանի տեղ եւ մոտավորապես այդ եզրակացությանն են եկել։ Մոտավորապես իհարկե աշկաչափ։ Չեմ կարծում որ այդպես մասնագետ կա որ հողի տակ պիտի ասա ինչքան է։ Բայց համեմատության մեջ, քանի որ մենք 40, 45, 50 ցենտր ստացել ենք մինչեւ այս տարի որ բարձր է, մարդիկ մտածել են ավելի բարձր։ Չգիտեմ, ամպագորգոր թվերի հետեւ սենսացիա չսարքեն։ Գյուղապետը նշում է, որ քանի դեռ ստացված կարտոֆիլը չեն կշռել, հստակ թիվ նշել չեն կարող, բայց կանխատեսում են, որ այս անգամ բերքը նախորդ տարվանից ավելի շատ կլինի Գերմանիայից ներկրած սերմի շնորհիվ։ Գանձակում, սակայն, այդ սերմացուն ոչ բոլորն են օգտագործել։ Գյուղապետի հողամասում կարտոֆիլ հավաքող գյուղացիները օրինակ բողոքում էին, թե բերքը ակնկալածից քիչ է եղել։ Ինչքան բերք եք ստացել կարտոֆիլի։ Ասենք թե 2 տոննա։ Շատ է թե քիչ։ Քիչ է, ինչ է դա։ Տարի ստացել եմ մի երևի 4 տոննայի չափսով։ Բայց դրա նորմալը որն է, դա պետք է մինչև 10 տոննա ստանայի, որ իմանայի բերք է ստանում այդքան տանջանքից հետո։ Գյուղացին հողի հետ մենակ է, ասում է Գանձակի կոմունիստական կուսակցության անդամ գյուղապետն ու փոխանցում համագյուղացիների առաջարկը։ Ցուցանիշները բարձր կլինեն, եթե կառավարությունը լուծի բերքի իրացման հարցը։ Մենք հենց այդ խնդիրն ենք ուզում, որ տեղում մեր եղածը գյուղացու բերքը որոշ մասը պաշտպանության նախարարությունն իրացնա, որոշ մասը բնականաբար ներքին սպառման համար, որոշ մասն էլ որ արտահանում են, այլևս մենք խնդիր չենք։ Գրեթե 10 տարի ընդ որում կենտրոնն էլ եղե մեր համայնքը, Գանձակն է եղե Մթերման։ Եվ պաշտպանական բանակին ենք տվել Լեռնային Ղարաբաղի, եւ պաշտպանության նախարարությանն ենք տվել, երկար տարիներ ես ներքին զորքերին եմ մոտակարարել։ Հիմա ինչու չեք տալիս։ Չգիտեմ, մոտավորապես իմ ինֆորմացիայի չափ պատասխան եմ։ Մեծ տենդերներ են, այդ տենդերներում պետք է մեծ քանակ ունեցողը շահա։ Գանձակից ոչ հեռու գյուղերում վիճակն ավելի մտահոգիչ է։ Սևանի եզերքով ձգվող գյուղերում ռոռոկման ջուր չկա, առանց դրա հարուստ բերքի ակնկալիք էլ չկա։ Նախարարության երկնիշ աճի հրապարակումներին թերահավատորեն են վերաբերվում։ Մի ասենք մետեղ որ գնում նայում են, մետեղ չի, մետի 10 տեղ նայեն, նոր 100 տեղի մասին խոսում։ Ո եփեք է, որտե եկեք գյուղ նախարարը։ Հարևան Չկալովկա գյուղի բնակիչ Գարանե Սարգսյանի կարտոֆիլի բերքն այս տարի հազիվ ընտանիքին բավականացնի։ Ամուսինս արդ երկիրա գնացի աշխատում, հեսա տղես էլ, ասում որ ոչ մի բան չկա, երկրորդ երեխենա ծնվում չեն կարում պահել, փաստորեն չկա, պահելու ոչ մի բան, նեղություն էտա, եթե խոպանից փող չուղարկի, չեն կարա ապրենք բաբշե, դաժե կարաս հաց հավաքես, այդ ինձ։ Ծովը տենում եք Սևանա լիճը, ինչքան է հեռու մեզնից։ Շատ մոտ։ Ահա, մենք ռոռոկման ջուր չունենք, մեր Քյավառից այն խմելու ջուրն են բերում, այդ խմելու ջրով մենք ինչ անենք, խմենք 180 դրամով թե ռոռոկենք։ Պնդում են, տարիներ շարունակ որևէ պաշտոնյայի գյուղում չեն տեսել, խնդիրներն էլ նվազելու փոխարեն ավելացել են։ Ցույց էին տալիս հարևանների դատարկված տները, պնդելով շատերի միակ ելքը եղել ու մնում է արտագնա աշխատանքը։ Այս տունն է, այդ մեր ուժան որ ասում է ստրատան հետևի տունը քանդած է, էդիա, դրա կողքի տունն է, այս մի տունն է ստրակողքի, դրանք էդ իմ հարևաններն են, որ գնացել են։ Այսքան ժամանակ մի ղեկավար էլ չեկե գյուղը, որ մի բան առաջարկա, ժողովուրդը անեն, այդպես բան չենք տեսել։ Իսկ ես մի 4 կորած գյուղ լինի, այդ ինձ ասել։ 100 անգամ տենում են կառավարություն ասնում, դառնում, մի հատ չեն արցնում, այս մարդիկը կան, ապրում են, թե չէ։